Նախագծերի փաթեթով նախատեսվում է 2027 թվականի հունվարի 1-ից արգելել պոլիէթիլենային պարկերի և տոպրակների օտարումը, ինչպես նաև առկայությունը առևտրի օբյեկտներում, հանրային սննդի օբյեկտներում, շրջիկ առևտրի կետերում, տոնավաճառներում, մանրածախ առևտուր իրականացնելիս բացառությամբ կրշափաթեթավորման և երկրորդային հումքից արտադրված աղբի համար նախատեսված պարկերի։ Արգելքը կտարածվի նաև 50 միկրոնից ավելի հաստություն ունեցող պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վրա, սա փաստացի գործող կարգավորումով։ Որպես այլընտրանք դիտարկում են թղթից և կտորից պատրաստված բազմակի օգտագործման համար նախատեսված տոպրակները։ Արգելվում է նաև պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման տարաների և սպասքի առկայությունը կամ օտարումը նույն վայրերում։ Այստեղ ևս սահմանված է բացառություն կրշափաթեթավորման համար օգտագործվող կապարիչով պլաստիկի տարաների համար։ Որպես այլընտրանք դիտարկում են թղթից և փայտանյութից պատրաստված սպասքը, ինչպես նաև թղթից կամ փայլաթիթեղից պատրաստված տարաները։ Սույն նախագծերով սահմանված արգելքները խախտող տնտեսվարողները կենթարկվեն վարչական պատասխանատվության առաջին դեպքում նախազգուշացում, իսկ խախտումների կրկնության դեպքում կնշանակվի 100,000-ից մինչև 150,000 դրամ տուգանք։ Հիշեցնեմ, պարոն վարչապետ, որ այս պահին գործող կարգավորումներով տուգանքը նախատեսվում էր 30,000-ից 100,000 դրամ։ Վարչական իրավախախտումների վերահսկողությունը վերապահվելու է շուկայի վերահսկողության տեսչական և տեղական ինքնակառավարման մարմիններին համատեղ։ Մեկանգամյա օգտագործման պլաստիկի սպառման սահմանափակումը Հայաստանում ոչ միայն բնապահպանական, այլև քաղաքական, տնտեսական և առողջապահական կարևոր նշանակություն ունի։ Այն համահունչ է նաև քիչ առաջ քննարկված առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրենքի նախագծի տրամաբանությանը, քանի որ այս նախագիծը կանխարգելում է շնչառական հիվանդությունների և քաղցկեղի ռիսկը։ Մեկանգամյա պլաստիկ թափոնները համարվում են բնության աղտոտման հիմնական աղբյուրներից, նպաստում են միկրոպլաստիկի կուտակմանը, որը վտանգ է պատճառում թե կենսաբազմազանությանը և թե մարդու առողջությանը։ Այս ամենը ցույց է տալիս, որ շրջակա միջավայրի պահպանությունն ու հանրային առողջության պաշտպանությունը փոխկապակցված գործընթացներ են, և դրանց լուծումը պահանջում է համակարգային մոտեցում և հետևողական քաղաքականություն։ Հարգելի գործընկերներ, կարևոր եմ համարում նշել նաև, որ այս քայլը կներկայացնի Հայաստանը որպես պատասխանատու և կայուն զարգացման սկզբունքներին հավատարիմ պետություն, հանդիսանալով հզոր ազդակ միջազգային հանրությանը Հայաստանում անցկացվելիք COP17 միջազգային համաժողովի նախաշեմին։ Խնդրում եմ հավանության արժանացնել ներկայացված օրենսդրական նախագծի փաթեթը։ Մյուսն նոր քվեարկենք, շատ լավ։ Ներկայացնում եմ արտադրական կեղտաջրերի նախնական մաքրմանը ներկայացվող պահանջները սահմանելու մասին կառավարության որոշման նախագիծը։ Նախագիծը մշակվելի կատարում է կառավարության 2021-26 թվականների միջոցառումների ծրագրին, նախագծով սահմանվել են արտադրական կեղտաջրերի նախնական մաքրման պահանջներ, որոնք լիովին համահունչ են ԵՄ դիրեկտիվներին և մասնավորապես համաձայն քաղաքային կեղտաջրերի մաքրման մասին դիրեկտիվի արտադրական կեղտաջրերը, որոնք մտնում են ջրահեռացման համակարգեր և բնակավայրերի կեղտաջրերի մաքրման կայաններ, պետք է ենթարկվեն այնպիսի նախնական մաքրման, որպեսզի առաջինը չվնասվեն ջրահեռացման համակարգերը, կեղտաջրերի մաքրման կայանները և հարակից սարքավորումները, և երկրորդ չխոչընդոտեն կեղտաջրերի մաքրման կայանի շահագործմանը և տիղմի մաքրմանը։ Համաձայն արդյունաբերական արտանետումների վերաբերյալ դիրեկտիվի, եթե արտադրական օբյեկտը կոլեկտորով է միանում քաղաքային մաքրման կայանին, անհրաժեշտ է նախնական մաքրում, եթե կեղտաջրերը կարող են վնասել կամ ծանրաբեռնել կայանը և եթե կան վտանգավոր նյութեր։ Նախագծով նախատեսվում են հետևյալ հիմնական դրույթները։ Եթե արտադրական կեղտաջրերի արտանետումն իրականացվում է կենտրոնացված ջրահեռացման համակարգով, ապա համակարգը պետք է ունենա բավարար թողունակություն և կեղտաջրերի որակը պետք է համապատասխանի կեղտաջրերի ջրահեռացման համակարգի արտանետման պահանջներին։ 2026 թվականի հուլիսի 1-ից չի թույլատրվելու արտադրական կեղտաջուր արտանետողներին վերոնշյալ պահանջներին չհամապատասխանող կեղտաջրերն առանց նախնական մաքրում իրականացնելու արտանետել կենտրոնացված ջրահեռացման համակարգ։ Նշեմ, որ արտադրական կեղտաջուր արտանետողները նախնական մաքրումը պետք է իրականացնեն տեղային մաքրման կառուցվածքներում իրենց միջոցներին հաշվին և տեղային մաքրման կառուցվածքների նախագծումը պետք է իրականացվի մասնագիտական կազմակերպությունների կողմից։
Նախագծի ընդունումը կօգնի ապահովել, որ արտադրական կեղտաջրերը համապատասխան ձևով մաքրվեն մինչև ջրահեռացման համակարգ արտանետվելը։ Դա կնպաստի ջրահեռացման համակարգերի և մաքրման կայանների պահպանությանը, դրանց արդյունավետ աշխատանքին, ինչպես նաև շրջակա միջավայրի պաշտպանությանը։ Շնորհակալություն։